Ջերելի երևանցիներ, այսօր պատասխանում եմ ձեր տված հարցերին։ Երբ եք նախատեսում կացարաններ կառուցել խեղճ դրսի շների համար։ Մենք արդեն ունենք մի նախագիծ, որը որ պատրաստվում ենք կառուցել 300 թափառող կենդանիների համար կացարան եւ այս տարի ամենայն հավանականությամբ կսկսենք շինարարությունը։ Այդ կացարանում կապավենք կերով, ջրով եւ ազատ տարածքով, որտեղ որ նրանք կարող են շրջել։ Նոր Խարբերդի գազի մատակարարումը, որ խոսք տվեցիք ու չարեցիք, երբ կլինի։ Նոր Խարբերդի հիմնական գազատարը դեռևս 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ մենք կառուցել ենք 2025 թվականին կառավարության գործընկերների հետ պայմանավորվածության հիմքով նաև հատկացրել ենք ֆինանսավորում գազի միացումների համար, արդեն տների մոտեցումների համար եւ 2026 թվականին դուք ձեր տանը Նոր Խարբերդում վստահաբար կունենաք գազ։ Սիրած հարցն է։ Սարյան փողոցը միակողմանի սարքելուց հետո Մաշտոցի պողոտան դարձել է գերծանրաբեռնված, իսկ Բաղրամյան պողոտայից Սարյան հասնելու համար պետք է կատարել մեծ շրջադարձ։ Ավտոտրանսպորտի համար հատկացված առանձին ուղին ել ավելի է ծանրացնում վիճակը։ Ինչ եք պլանավորում անել այս ուղղությամբ։ Էականում Երևան քաղաքում խցանումների եւ տրանսպորտի կարգավորման խնդիրը տարեց տարի ավելի է բարդանում, որովհետեւ Երևան քաղաքում մեզ մոտ ավելանում են ավտոմեքենաների քանակը մոտավորապես տարեկան 10,000-ով։ Եվ այս 10,000 ավտոմեքենաները նույնպես դառնում են մեր երթևեկության մի մաս։ Մենք ընտրել ենք մի ճանապարհ, որն ընտրել են գրեթե բոլոր եվրոպական մայրաքաղաքներն ու զարգացած քաղաքները, դա այն է, որ մենք պետք է հնարավորություն տանք հանրային տրանսպորտին ունենալ առավելություն։ Եվ այդ իսկ պատճառով մենք ավելացնում ենք ավտոբուսային գծերը։ Բայց կուզենայի նաև արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ ի հաշիվ այն փոփոխությունների, որոնք որ դուք թվարկում եք, նաև դպրոցների ժամերի փոփոխությունների, մենք կարողացել ենք ստանալ մոտավորապես 18%-ով ավելի պակաս խցանումներ Երևան քաղաքում սեպտեմբերի առաջին օրերին։ Եվ իրականում մենք շարունակելու ենք այս տրամաբանությունը եւ փորձելու ենք ել ավելի խցանումների մակարդակը նվազեցնել արդեն մի փոքր ավելի տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ։